Ընդունեք հայտարարություն, ընդունեք հարց, թեպետ վերջում պիտի ասեի, բայց հիմա այդ տեսակ մարդ եմ, չեմ դիմանում։ Պատվարժան դատարան, հիմա այս ներկայացվածը, երբ որ դուք պատճառաբանում եք ասելով, որ ոչ հիմքեր կան, ոչ ապացուցողական փուլում են, ինչի հիման վրա եք մարդկանց պահում կալանքի տակ։ Եթե ոչ ապացույցներ կան, ոչ էս կա, ոչ այն կա, ոչ մի բան չի քննվել։ Ինչի հիման վրա օրինակ։ Ձեզ բավարարում է այս ասած կարճ առանց ապացույցների տեքստը օրինակ։ Անկեղծ հարցնում եմ։ Ո՞ւմ է բավարարում սա։ Ինչ է նշանակում այդ հայտարարությունը, այսինքն եթե բոլոր բանով եմ ասում, առանց վիրավորելու։ Եթե որևէ ձայնագրություն լինի, նույնը չի լինելու, ես դա եմ ուզում հասկանալ։ Իմ պարագան մոռացեք։ Դուք շեշտեցիք, որ ապացուցողական որևէ բան չկա, փորձաքննություն սա, նա, այդ մնացած էլ չեմ ասում։ Ինչի հիման վրա։ Զուտ ասելու։ Հա, զուտ, այսինքն ես էլ ելնեմ ինչ-որ մեկի մի բան ասեմ կլինի, ուզում եմ հասկանալ, իրավունք ունեմ, թե ոչ։ Շնորհակալություն։ Ելի մեղադրյալ Սրբազան, Բագրատ Սրբազանը, ուրեմն դատանը որոշման մեջ կարձանագրեց ամենը և պատճառաբանված ուղղակի վարորդի մասնակիցներին։ Դատանը ընդամենը նշել էր, որ այս փուլում եղած այն ինչ-որ ներկայացված է նախաքննական մարմնի կողմից, դատանը դա համարել էր բավարար, որպեսզի այս փուլում կարողանանք հարցերի քննությունը կատարել։ Ձեր կողմից արձակված հարցերը, նորից եմ կրկնում, փորձաքննության եզրակացություն, այն ինչ-որ որ դուք նշում եք, ու բոլորը հետազոտման արդյունքում կարող է դատանը, այդ մեկ վայրկյան հետազոտման արդյունքում կդատանը իր դիրքորոշումը կարող է վերջնական հայտնել, ինչի համար, որտեղ այս փուլում չհետազոտված այդ ապացույցների վերաբերյալ դատանը չի կարող վերջնական դիրքորոշում հայտնել, չի կարող ուղղակի։ Եվ դատանի այն կոչը վարորդի մասնակիցներին, որ և շաբաթը մեկ դատական նիստերը նշանակելով, զուտ փորձում ենք հնարավորություն տալ և վարորդի մասնակիցներին, որպեսզի հնարավորինս թե մեղադրանքի կողմը, թե պաշտպանական կողմը, ապացույցները բոլորը հնարավորինս արագ ներկայացվեն, հետազոտվեն այդ ապացույցները, որի արդյունքում դատանը կարողանա դրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնել, դատական ակտ կայացնել։ Սրա մասին է խոսքը։ Ես բազմաթիվ անգամ դրա համար էլ վարորդի մասնակիցներին կոչ եմ արել, թե դատական նիստին չուշանալու, թե հնարավորինս արագ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչի համար եմ ասում, որովհետև այն ռիսկերը, որոնք որ առկա են մեղադրյալների հետ կապված, կապանմիջոցների մասով արձանագրված, բնականաբար հիմնական դատալսումների փուլում այդ ապացույցները հետազոտելով, այդ ռիսկերի հնարավորությունը, այսպես ասենք, հավանականությունը գնալով նվազում է, եթե իսպառ չի վերանում անգամ։ Ես միտքս ավելի պարզաբան եմ, փորձաքննություն, բան, դրանք անցանք, դրանք պարզ է, որ չկան, դրանց մասին չեմ խոսում ես։ Ես չգիտեմ պաշտպանական կողմը կներկայացնի, մեղադրանքի կողմը կներկայացնի, ամենայնպես այն ծավալը, որը որ մեղադրանքի կողմը ներկայացրել է, եւ այն ծավալը, որը որ պաշտպանական կողմն է ներկայացրել մասամբ, ես ասում ավարտեմ, էլի, եւ բնականաբար հաջորդիվ դատական նիստերին, որ պետք է ներկայացվեն, դրա արդյունքում դատանը հնարավորինս ինտենսիվ, արագ ձևով այս նիստերը նշանակում է, որպեսզի կարողանանք շատ արագ ձևով հետազոտել։ Արդյունքում, նորից եմ կրկնում, խափան միջոցների հիմքերը, որոնք որ առկա են եղել, ես որ ասում ենք իրավաչափության պայմանները չեն փոփոխվել առնվազն, չեն վերացել։ Այդ ապացույցները հետազոտելով ամբողջական կամ մասամբ հետազոտելու արդյունքում
բնականաբար այդ ռիսկերը միանշանակ նվազում են կամ նորից եմ կրկնում կամ իսպառ վերանում են այս լեզուներով ենք խոսում կարծում եմ ես ուրիշ բան եմ ասում 8 ամիսը այս դատարանում 6 ամիս մեղադրողը ինչ որ բանաձև է ասում պաշտպանները խոսում են ժամերով ներկայացնում են եւ այլն դատարանը ինչ որ բանաձև է ասում ոչ մի բան չի փոխվել հիմա ես դա եմ ուզում հասկանալ եւ դուք կոնկրետ հիմա իմ պարագան մոռացեք ասենք օրինակ ինչի բայց մոռանանք ձեր չէ մի կողմ թողեք ես չեմ ուզում իմ մասին խոսել ես այստեղ նստած մարդկանց մասին հիմա ասենք օրինակ քիչ առաջ դուք ասացիք որ մեղադրողը ինչ որ բան ասեց դուք էլ ասացիք որ ապացույցները եւ այլն մեզ հիմք են տալիս ասելու որ ռիսկերը չեն նվազել ոչ մի բան չի փոխվել եւ այլն այսինքն նույն բանաձևը իրոք չի փոխվել որովհետեւ չեք մտել իման վրա չի փոխվել հիմնական դատա այն ինչ որ նախորդի դատարանների կողմից արձանագրված է եղել Ինչ արձանագրված է եղել որոշումները ուշադիր կնայեք կտեսնեք Չէ որոշումը ես կարդացել եմ պատմելու դատարան ինչ արձանագրված արձանագրված է ինչ որ բաներ արձանագրված է չլսվող խոսակցություններ արձանագրված է ինչ որ բան հիմա ես ուզում եմ հասկանալ որ դուք ասում եք ապացույցները չեք տեսել սա չգիտեք հետազոտումը չի եղել բնականը ճիշտ է դա բայց ինչի իման վրա Ես տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Հիմա նույնը Իգրի պարագան է լինել պարոն Սարգսյանի, նույնը մյուսների պարագային, նույն բանաձևն է։ Ինչի իման վրա։ Արգելի Սրբազան։ Ես 53 տարեկան մարդ եմ։ 30 տարվա ծառայություն ունեմ ժողովրդի մեջ մարդկանց հետ շփվելու։ Եվ չեմ ուզում, որ ես ինքս ինձ խափած լինեմ։ Ես դրա համար էլ Եվ ոչ միայն ինքս ինձ խափած լինեմ, կներեք ավարտեմ։ Այդ ներկա լինեմ իմ միջավայրի, որտեղ ինձ հիմարի տեղ են դնում։ Բարիս բուն իմաստով։ Այո, հենց այդպես է։ Դուք չեք կարդացել, չեք տեսել, ապացույց չկա։ Ո՞նց եք մարդուն կալանքի տակ պահում։ Ինչի հիմա վրա ռիսկ։ Ինչ ռիսկ։ Ռիսկը ո՞րն է։ Այդ դատարանի ընդունածը, մասի ընդունածը։ Լսեցի ձեզ։ Ես ամեն ինչը լսեցի ձեզ։ Ես գիտեք, չէ, արձագանքեմ։ Ես վարորդի ցանկացած մասնակցի եմ արգանքով վերաբերել, իսկ ձեզ հատուկ ընդգծված։ Եվ որևէ մեկին, ինչպես որ նշում եք, հիմարի վիճակում դնելու նման բան չի կարա դատարան թույլ տա։ Արգելից նորից եմ կրկնում, կա քրեական դատավորություն, դատավորության ընթացքում դատարանը մինչև ապացույցը չհետազոտի, ինչպես որ ասում եք, կիսատ է լսվում, չի լսվում կամ մինչև չհետազոտենք այս ապացույցը, հասկացեք չեմ կարող ես որովհետեւ կարծիք կազմել։ Այդ ապացույցը որ կհետազոտենք կավարտենք։ Եկան որ ինչ որ բան ասել։ Հավատ չի ներշնչի։ Հավատ չի ներշնչի։ Բնականաբար դատարանը։ Չէ, հավատ ներշնչելը չի, մարդկանց կյանքից խլում եք։ Ինչի 2 տարուց։ Դուք կալանք եք տալիս օրինակ, չէ, ասելով որ ռիսկերը չեն նվազել։ Որ ռիսկերը։ Ապացույց չկա, չեն կարդացել, չգիտենք։ Լավ հասկացանք, բայց ինչի իման վրա։ Բարի, նստեք։ Լսեցի։